Եթե փորձենք մի պահ վերադառնալ մանկություն, ապա ամանորը թերևս ամենասպասված ու ամենասիրելի տոնն էր։ Թվում էր, ամբողջ տարին սպասում էինք հենց այդ օրվան։ Այո, այն ժամանակ ամանորը լի էր սպասումով, անհամբեր սպասում էինք, թե երբ պետք է բացենք տոնածառի տակ դրված նվերները։ Տարիների ընթացքում բնականաբար այդ հավատը մի փոքր փոխվում է։ Մենք այլևս չենք սպասում հրաշքին այնպես, ինչպես մանկության տարիներին, բայց դա չի նշանակում, որ ամանորը կորցրել է իր ուժը։ Պարզապես փոխվել են մեր սպասելիքները, եւ եթե առաջ մենք սպասում էինք նվերներ ստանալուն, ապա այսօր սպասում ենք, թե երբ ենք վերջապես բոլորով հավաքվելու բացված սեղանների շուրջ։ Հավանաբար հենց դա է ամենամեծ փոփոխությունը։ Ամանորն այլևս միայն տոն չէ, այլ նաև հնարավորություն դանդաղեցնելու կյանքի արագ ընթացքը։ Մի պահ անջատենք բոլոր հեռախոսները, մոռանանք առօրյա գործերի մասին եւ հավատով սպասենք նոր տարվա հրաշալիքներին։ Մեծանալով մենք սկսում ենք ավելի շատ գնահատել ոչ թե տոնական աղմուկը, այլ լռության մեջ եղած ջերմությունը։ Եվ գուցե հենց այդ պատճառով է, որ այսօր ամանորը մեզ համար դարձել է ավելի խորքային։ Այն հիշեցնում է, թե որքան կարևոր են փոքրիկ պահերը, հաճախ մենք դրանք ամբողջ տարվա ընթացքում չենք նկատում։ Եվ որքան էլ փոխվեն ժամանակները, միևնույն է, մի բան մնում է անփոփոխ։ Ամանորը հույսի տոն է։ Հույսով ու լավագույնի սպասումով շարժվենք առաջ, թե ել ինչ ամանոր առանց գյուղ ուժող գործիքների պետական նվագախմբի։